Երրաբլուրը ընդհանուր տեսակետ է, ընդհանուր ազգացողություն է, դա մեր ազգի փառք ու պարծանքն է, փառք ու պատիվն է։ Եթե պետք է մենք շարունակենք այսպես ապրելով, գնալով, ամեն մեկ մեր կաշվից վախենալով, բանանելով, ինչի մար, ումից վախենանք, թշնամուց թե ներքին թշնամուց։ Ես ուզում եմ իմ ազգը օրերից մի օր հզորանա, ով կլինի մեր ղեկավարը, մենակ լինի առաջնահերթ հայրենասիրությունը։ Հայրենասեր եթե չեղար, կամավոր հայրենասեր մասնախոս, ոչ թե կներեք 160,000 տան գնամ պահպանություն անեմ։ Ես ուզում եմ։ Հայրենասեր չի։ Փաշինյանը հայրենասեր էր։ Խիդա անցյալով լինում է կամ հայրենասեր են էր։ Երբ որ իմ հզոր հայրենիքը վերադառնի սեփական ժողովրդին, Փաշինյան կլինի, Պողոս կլինի, Պետրոս կլինի, սաղից ցավը տանեմ ես։ Բա ոնց Վազգեն Սարգսյանի հաղթանակած մեր տարածքները այսպես հեշտությամբ տրվեց թշնամուն։ Հեշտությամբ չի, դա դարեց դար մեր ազգի մոլախոտները, դավաճանները, ծրագրավորված թշնամու կողմից ամեն ինչը ծրագրավորում են։ Ես անձամբ ինքս 3 ֆրոնտին մասնակցել եմ, վերջի ֆրոնտել 2 տղուս հետ, 20 թվականին։ Պարտանում էի մինչև ամսու 9, մինչև ամսու 9 պարտանում էի, ինձ համաձ զարկ էինք տալի ամբողջ հետախուզությունում արտիլերիայի, բայց դրանից հետո, որ արդեն գնաց նվաստացուցիչ, չգիտեմ, ես չեմ կարող որևէ մեկին մեղադրեմ, ես չգիտեմ, Նիկոլնա, ով է, ով չէ, կներեք, ես ասում, որտեղ եք կռվել։ Ես Աղդամում, ես Շահումյանում, ես Գետաշենում, շատ վիավոր, երկրորդ կարգի աշխատամ, 26 բեկոներ գլխիս մեջ իր համար մանթոյից ֆրֆռում, ասեմ ես քեզի, դու ֆրֆռա, պատրաստ ենք էլի, վերջի շուշներ նվիրամ իմ ազգին ժողովրդին, ժողովուրդ ջան, գիտեք ինչ կա, պորոտախոսությամբ չէ որ ամեն ինչ էլի, մարդը իրան արածը ցույց տա, իր ազգը, իր արժանները պետք է գնահատվի։ Ինչը խանգ, այսինքն ինչը բերեց բարդությանս ձեզ։ Մեր ազգի ոչ միասնականությունը։ Ով եկավ թագավոր մի շաբաթ հետո բամփացեցինք։ Ով եկան ասին մորքուրա, մեկն եկավ ասին սիրուշա, մեկը էսա։ Եթե մենք միասնական լինենք իրար հետ, իրար սիրենք, հարգենք, հաստատ մեզ ախտող չի լինի։ Նիկոլ Փաշինյանն ասում է Արցախը ձեր հայրենիքը չի։ Այդ հավատանեմ, ամենը հիվանդ է, դուք էլ հիվանդ չեք։ Բայց Նիկոլ Փաշինյանը ասե մերը չի։ Հա։ Բայց իրա թելա դրողն ով է։ Ով է, դուք ասեք։ Ես չգիտեմ, դուք ավելի լավ գոնակ, դուք շփում ունեք բոլորի հետ։ Չէ, ասում եմ 30 տարի առաջ տվել են, ուղղակի խաբար չենք եղել այդպես, հա։ 30 տարի կռվա ես մեր շեսա որ տվել ենք, ցավը տանեմ։ 30 տարի հաղթանակած փառքով պատվով այցելել ենք Երրաբլուր, այսօր կռվող տղերքից ձեռից խլում են իրանց հիշատակած որ մի մարդ իր ուզում է իր փառքին գերոջ մի հատ անկյուն ստեղծի, այդ անկյունը գողանում են։ Ով է գողանում։ Մեր պետությունը, ուրիշ ոչ մեկ։ Ալիևն է գողացել։ Այսինքն հերոսացնել, հերոսներին։ Դե ես հաճախ նայում եմ հերոսացույց, որ տեսնում եմ իմ մարտական ընկերներին ինչ ծևյան վիավորում սրտից։ Հոգեբանորեն։ Ում նկատի ունեք։ Բոլորի ընկերներին շատ կան։ Դուք այդքան կռվել եք, բայց ասում է հարկատուն է հերոսը։ Կներեք, իր համար հորատուն էլ հերոս կլինի։ Կներեք ուղակի։ Ես ճիշտն եմ ասում։ Ոնց կլինի դա։ Հարկատուն հերոս կլինի, հարկատուն իր պարտնակատարում որ ինչ-որ թալաները գոնի տոկոսը տա պետության, որ մեր ազատամարտիկները ապրեն, վիավորները, հարկը պետք է վճարել պետությանով, ով չի մուծում, ով չի տալի կներեք հարկը, կա այդպես մարդ, չկա, գոյություն չունի, բայց իրանք էլի չաղ-չաղ թագավոր մեզ հարստանում են, ջիպերով կայֆերի մեջ, մենք էլի երկրորդ կարգ աշխատում եմ, լեմիջև որ ողորմություն չեմ խնդրել իրանցից, իմ տրուդով, իմ վերջառողջան չափանիշով աշխատում եմ, զի պահում եմ ես, իմ ընտանիքի մեր երեխեքին։ Մանվել Գրիգորյանի եւ Վազգեն Սարգսյանի գործը երբ իսկապես կարժևորվի։ Այ լավ ասեցիք։ Դուք որովհետեւ հենց Մանվել Գրիգորյանի եւ Վազգեն Ես անձամբ ասում եմ, տալիս եմ հրամանատարս մի օր նստած Շահումյանում ասեց Ումուտ ջան մի նեղվեք այսօր մեզի ոչ մեկը չի ճանաչում մեզի կճանաչեն 100 տարի հետո ինչպես մենք այ Փառք են հապացու զորավոր անձանիկին, Չաուշին, Ախպոշովին 100 տարի հետո նոր մեր ազգը կզգան մեր կարոտը։ Էս ինչ արինք։ Կունենան եւս մեկ եղերն սարսափելի եղերն ասա։ Որտեւ արդեն քիչ-քիչ հա կունենան եւս մեկ եղերն սարսափելի եղերն որտեւ այսօր մեր ազգովի իրար չենք սիրում։ Միայն ու միայն ատելություն, մեկը մեկին էս բամփասակը այդ տարաձայնությունը պետք է վերանալ մեր ազգի մեջ։ Խի ասում, օ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը, քո հավաքական ուժի մեջն է։ Հաջող ցավը
փառք եւ եմ ասում իմ զորավարին, իմ սպարապետին, ես ասում եմ, Մանվել Գրիգորյանը եթե ոչ ելներ հաստատ 100%-ով նման պատկեր մենք չէինք ունենա։ Մի գիշերվա մեջ 3000 հոգու 16 թվականին ոտի կանգնեցեց բոլոր երկրապան ազատամարտիկներով հաշվանդամ թե ողջ թե առողջ կայնան մեր ազգի կողքին նման իրավիճակում կկարողանա մի քանի Սասուն Միքայելյանը ես ասեմ Ժորժ ջան իմ մարտական ընկերն եղել Շահումյանում ես մարդու հետևից երբեք բան չեմ խոսա Աստծո դատաստանի թող մեկ արժանանա Աստծո դատաստանին մենք չենք մարդու ճակատագիրը որոշողը Աստված կորոշի ոմանց համար ուշ կլինի արդեն բոլորս էլ մականացու ենք ընդամենը հույր ենք եկել հույր կգնանք այս աշխարհից բայց մայից հետո մարդը դատաստանը պետք է պատասխանի սպասի պետք է սպասի եթե դու հայրենիքդ սիրիր հաստատ դու քո ասուն չես սիրում մեր ազգը պիղծ ազգ չի եղել երբեք մեր ազգը միշտ աստծո փառքը ձեռք իր գլխին եղել ինքը չի հասկացել ժողովուրդը Թողի համար տավաճարում այս իշխանությունների տանիքի տակ է ու իրեն բաց չի զգում այդ տանիքի տակ ինչ կասեք այս մասին մի բան ասեմ կարկուտը որ գալիս է մի օր այդ կրիշը գջարդի իր գլխին կապնի Կրիշը գջարդվի այդ կարկուտին ես խփի գլխին որ ինքը բայց ես ասում եմ ես Սասուն Միքայելյանին չեմ ես հարգում եմ իրան ես հարգում եմ բայց թող իմ սիրտը իմ հոգին իմ մեջ մնա Իմ մեջ մնա, ինչքան եմ հարգում, ոնց եմ հարգում, իմ մարտական ընկերն է, ես իրան չկարամ վատ բան ասեմ։ Այսօր եթե Սասուն Միքայելյանը չներ, մեկ ուրիշ էր, հաստատ նույն պատկերներ ունենալու։ Հա? 100%։ Վազգեն Սարգսյանը լինել նույն պատկերն է։ Չէ, Վազգենը միգվա մասին է խոսք։ Հայրենասիրությունը արդեն փողով են կաշառում։ Իսկ Վազգեն Սպարապետի զորավարի ժամանակվա հայրենասիրությունը դա կամավորական էր։ Կամավոր սեր հարգանք իր հողի ջրի սեփական ժողովրդի նկատմամբ։ Ում էր խանգարում Վազգեն Սարգսյանը, որ ոչնչացնում է։ Քաղաքականությունը մի քիչ դժվար բան է, ցավը տանեմ։ Ում էր խանգարում։ Բոլորս լավ գիտենք ում էր խանգարում։ Բայց կարող է մի օր այնպես մի մարդ դուրս գա, որ քիչ պատկերացնես, որ յոք էս մարդուն էր խանգարում։ Ոչ թե մեր ասած մարդուն։ Դա է։ Մենակ Վազգենին սպանեցին։ Իմ հրամանատարման տղա կար այս աշխարհում, Արմենակյան Արմենման հրամանատար կար, սա ինչ արեցին։ Քաղաքականությունը կռվում են մեր նման աղմաղները, պատերազմը սկսում են դժբախտ մարդիկ դերները, կռվում են մեր նման աղմաղները, վայրում են նման տականքները։ Շո, այդ երեք պատկերն է ազգի մեջ։ Շնորհակալություն։ Մի բան խնդրեմ ասուս։ Մի օր թող բոլորի ուղեղ ինչպես է ժամանակ որ Բաբելոնի աշտարակառուցելուց որ լեզուները փոխեց իրար չհասկանան, կուզենայից մեր ազգի լեզուները ոնց փոխել։ Մի մաքուր sense մի կամասեն մաքուր են վերջի սպիրտը որ կա չէ մաքուր անարած։ Դրապես մեր ազգը մաքրվի։ Գանք միասանանք, մեկի սիրենք, ժողովուրդ մեկի հարգենք, մեզ ինչ է մնացել աշխարհում։ Ընդհանրապես ժամանակավոր կյանք, ով գիտի, քանի ժամ, քանի տարի, քանի վայրկյան կապրի։ Ապրած տարիները նվիրի քո ազգին քո ժողովրդին, փառքին։ Ես գոյ եմ ինձնից, շնորհակալ եմ ինձանից։ Իմ ազգի մրես ինչ արեմ հպարտեմ։ Շնորհակալություն։ Ասում փառք, բազմաթիվ Տիգրան Մեծի ումուդ, մի հատ չկա էլ։ Ումուդ։ Գեղարքունիքից եք դրան։ Վարչենիսի Կարճախբի գյուղից եմ, 5000 Սևան եմ ապրել, 40 տարի Երևան եմ, 40 տարի նույն հիմնարկում աշխատում եմ, այնքան հարգանք եմ ունեցել, որ մարդիկ կերվի ժամանակ պահեր են էլ, դի պատժկային արել։ Այդտենց էլ գնալի եմ, ինչ եմ այս։ Տեղը գրենք Տիգրան Մեծի ումուդ։ Հա, Սարգսյան Մարտին Սուրենի։ Բայց ումուդ ավելի հաճելի է, ես Արսենի Մանունը լավ հիշեցիք։ Շնորհակալ եմ, լավ բաներ եմ ասում ժողովուրդ ջան։ Չփնով են գորը մեկին, իրանք թող այդտենց էլ մնան, այդտենց մնան, եթե ինքը այ դες նայում եմ հերոսին ինչքան են իրար հետ պայքարը, այ վահագի ցավը տանեմ, ինչ տղեր, հատատ նայ ինչ մարդիկ են այստեղ։ Այսօր եկան, Սպարապետի ցավը տան, նայեն Արա մետի չեք այցելեք ընդհանուրի վրայով գնացեք ձեզնից ինչ է, բոլորին, ովքեր շուտ գնացին, բոլորին, ես սանում չեմ ասում, եմ ասում, Սասունը լավ կրված տղա է, իմ մարտական ընկերն է։ Անդրանիկ Քոչարյանն էլ է ձեր մարտական ընկերը։ Կներաստերի մաստված հեռու պախեք ինձանից խնդրում եմ, ես որպես հայ հարգում եմ, մնացածը ինք իրա դատաստանին սպասի, ինքնա կիշալոտությունը մարդուն միշտ, հիշում եք, որ իշո, Եղնիկը որ բուքստավատանը ոսկիներ արաստում չէ, իշոն ինչ եղա վերջում։ Խեղտվա։ Սանք եք ծածկվեն հողի տակ, ողոր մի տվող էլ չի լինի։
Ես էլ եմ ասում, բայց մարդկանց վադաբանել ես չեմ սիրում։ Ասում եմ, մեն ինչ որ մարդիկ արժանի են, որ ամեկ մարդ իր արածի հանդեպ արժանատվություն ստանա ասու կողմից։ Ես իմ ֆինանսական հանցել փողը սաղին կուրացնում է։ Ես որ մի կոպեկ եմ աշխատում, մի բանակ եմ, ես առանց ընկերոջ օջախի չեմ, իմ ընկերը պիտի ուտի թիքից, նորի մեր եմ պիտի ուտի։ Թող բոլորը մտածեն այդ ճանապարհը։